Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թalisմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, Instagram-ում, Одноклассникում, Կոնտակտում, TikTok-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզի սրտե նվիրում եմ, որոնք որ ես գիտեմ ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ կլինի։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту, делаю талисманы, амулеты, обереги. Для каждого человека составляю астрологическую матрицу, нумерологические расчеты тоже делаю. Для каждого человека составляю отдельную натальную карту. Если вам нужна моя помощь, дорогие мои подписчики, можете обращаться. Я людей принимаю в себя в доме, еще работаю онлайн. Если не можете приходить, вы живете далеко или в другой стране, я работаю и онлайн с помощью видеозвонка. Дорогие мои подписчики, все мои прямые эфиры, все мои заговоры, ритуалы, все хранятся на каналах на Ютубе, Инстаграме, Одноклассники, Фейсбуке, на ТикТоке, Телеграме, ВКонтакте. Если вам нужна, вы можете подписаться, там много интересная информация для каждого человека. Можете из этой информации пользоваться. Так что, дорогие мои подписчики, подпишитесь на мои каналы. Ինչպես գիտեք սիրելիներս, ամեն շաբաթ կիրակին 2 ժամում մտնում եմ ուղիղ եթեր, պատասխանում եմ ձեր հարցերին. Дорогие мои подписчики, я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди, понимают и разговаривают только на русском. Вы можете и ваши вопросы давать на русском языке. Я с большим удовольствием на ваши вопросы тоже отвечу. Սիրելիներս, որպեսզի ձեր հարցերին պատասխանեմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ինչպիսի հարցին է վերաբերվում, ինչպիսի ոլորտին է վերաբերվում ձեր հարցը։ Նաև կարող եք տալ այսպիսի հարցեր, եթե ցանկանում եք իմանալ ձեր վրա կա ինչ-որ նեգատիվ, թուղթուգիր, անեծք և այլ բացասական էներգիայի տարբեր տեսակներ, դուք նույնպես կարող եք այդ հարցերը տալ։ Եթե ես ուղիղ եթերի ժամանակ ձեր տված հարցի ընթացքում տեսնեմ, որ դուք ձեր խնդիրները այդ նեգատիվի պատճառով է, ես դա նույնպես իմ սիրելի ունկնդիրներ, դա նույնպես կբարձրաձայնեմ։
Դուք էլ ակտիվ եղեք ուղարկեք ձեր լայքերը, ձեր մեկնաբանությունները, ձեր նվերները, որպեսզի մեր միջև լինի էներգիայի փոխանակում։ Ես ձեզ տալիս եմ իմ էներգիան, դուք էլ ձեզ ուղղորդեք, ինձ ուղղորդեք ձեր էներգետիկան, լայքերի, նվերների միջոցով։ Գոհար 36 տարեկան ընդհանուր։ Սիրելի Գոհար, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված, հաղթանակների ժամանակահատված, ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական, եթե նույնիսկ կա խնդիրներ, կա պրոբլեմներ, սիրելի Գոհար, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս որպես հաղթանակող։ Ուսաննա 59 տարեկան, աշխատանք կունենաք, թե ոչ։ Ովսաննա 59 տարեկան, աշխատանք կունենաք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ովսաննայի համար։ Սիրելի Ովսաննա, դուք աշխատանք չեք ունենա, որովհետև ցույց է տալիս, որ կա նեգատիվ, հնարավոր է եւ թուղթուգիր, հնարավոր է եւ անեսք, որի պատճառով դուք ինչին ձեր ձեռքը գցում եք, չի ստացվում։ Գիտեք ինչ, սիրելի Ովսաննա, դա նոր չի։ Դուք դա ձեր կյանքի բոլոր էտապներում ձեր վրա հասկացել եք, այդ նեգատիվը ոչ միայն ձեր աշխատանքային, ֆինանսական ոլորտին է ազդում, նաև ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից կձերբազատվեք եւ հնարավորություն կունենաք աշխատանք ունենալու։ Իզաբելա 44 տարեկան, թուղթուգիր կա, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Իզաբելայի համար։ Այո, սիրելի Իզաբելա, դուք լավ էլ ճիշտ զգացել եք, որ ձեր վրա կա թուղթուգիր, հնարավոր է նաև անեսք մանրական ազգի վրա, որը փակում է ձեր եւ անձնականը, եւ գործնականը, եւ գիտեք ինչ, եւ ընդհանրապես ամեն ինչ ձեր կյանքի մեջ փակված է, սիրելի Իզաբելա։ Դուք լավ զգում եք, ձեր ներքին ձայնը, ձեր ինտուիցիան անընդհատ ձեզ հուշում է, որ ձեր կյանքի մեջ ամեն ինչ ճիշտ չէ, ամեն ինչ նորմալ չէ, ամեն ինչ չի գնում բնականon ունով, այլ ընդհակառակը խնդիրներով եւ պրոբլեմներով է անընդհատ լցված։ Սիրելի Իզաբելա, այո, կա նեգատիվ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի մեջ կմտնի երջանկություն, կմտնի հաջողություն, կմտնի երազանքների կատարման ժամանակահատված։ Սակո 36 տարեկան, Ռուսաստան ապրելու կկարողանա, թե ոչ, դուրս կգնա Ռուսաստան, թե ոչ։ Սակո 36 տարեկան, ընդհանրապես ցույց է տալիս, որ Սակոյի մոտ կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Այո, ինքը կգնա Ռուսաստան։ Ճիշտ է, խնդիրներ կան, պրոբլեմներ կան, բայց այդ պրոբլեմները, խնդիրները կհաղթահարվեն, նույնիսկ հնարավոր է, որ իր տան անդամները չեն ցանկանում, որ ինքը դուրս գա,
բայց Սարգիսը դուրս կգա, Սակոն դուրս կգա, այո, կգնա Ռուսաստան, դա էլ ասեմ, ուր կգնա, դա հաջող երջանիկ ճանապարհ է լինելու Սակոյի համար։ Քրիստինե 18 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Քրիստինե 18 տարեկան, անձնական։ Սիրելի Քրիստինե, կա խնդիրներ ձեր կյանքի եւ անձնական եւ գործնական, ընդհանրապես բոլոր ոլորտներում։ Ոնց որ ընկած լինեք նեղության մեջ, խնդիրների մեջ, ցանկապատի մեջ, չեք կարողանում այդ խնդիրներից, այդ խնդիրներից դուրս գալ։ Ցույց է տալիս կա դժվարություններ, սիրելի Քրիստինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Գիտեք ինչ, ճիշտ է, սիրելի Քրիստինե, կա դժվարություններ, բայց այդ դժվարությունը ժամանակավոր է։ Մի հիասթափվեք, մի հուսահատվեք, այստեղ ցույց է տալիս, որ ձեր աշխատասիրության, ձեր հնարամտության շնորհիվ ձեր կյանքի մեջ եւ լավ անձնական հարաբերություններ կլինի եւ լավ ֆինանսական հաջողություններ կմտնի։ Այս դժվարությունը, այս խնդիրը, սիրելի Քրիստինե, ժամանակավոր է։ Դուք այդ խնդիրից, խնդրից դուրս եք գալիս, շատ շուտ եք դուրս գալիս եւ դուրս եք գալիս հաղթանակով։ Աննա 21 տարեկան, անձնական։ Աննա 21 տարեկան, անձնական։ Սիրելի Աննա, ձեր հայրական ազգը ամբողջովին նեգատիվի տակ է, անեծքի թուղթուգրի տակ է, որի պատճառով այս նեգատիվը տարածվում է նաև ձեր վրա։ Ձեր մոտ խնդիրներ կա հակառակ սերի հետ, ձեր մոտ խնդիրներ կա ֆինանսական ոլորտում, աշխատանքային ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելի Աննա, ոնց որ դուք ձեզ կորցրած լինեք, ձեր բոլոր ճանապարհները փակված են, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Աննա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ոնց որ կորած ազնվորություն լինեք, կորած ազնվորություն։ Հովո 32 տարեկան, ինչ է սպասվում։ Հովո 32 տարեկան, ինչ է սպասվում։ Տարապես հովոյի մոտ կա ֆինանսական խնդիրներ, ֆինանսական պրոբլեմներ եւ այստեղ ցույց է տալիս, որ այդ ֆինանսական խնդիրները, պրոբլեմները քանի գնան այնքան բարդանալու են։ Այնքան, գիտեք ինչ, ճիշտ է, խնդիրներ կան, բայց այստեղ նաև ցույց է տալիս, որ հովոն իր աշխատասիրության, իր հնարամտության, նաև Աստծու կամքով ինքը կարողանալու է այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս գալ։ Պրոբլեմներ կան, որոնք հնարավորություն ունեն ավելի բարդանալու, բայց Աստծու շնորհիվ Հովհաննեսը այդ խնդիրները կհաղթահարի
եւ դուրս կգա։ Աննա 27 տարեկան, բալիկ կունենա, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Աննա 27 տարեկան, բալիկ կունենա, թե ոչ։ Վախեր կա ձեր մոտ, սիրելի Աննա, վախեր կա, խնդիրներ կա, պրոբլեմներ կա։ Այո, ցույց է տալիս, որ կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա դժվարություններ։ Սիրելի Աննա, ցույց է տալիս, որ ձեր վրա կա թուղթուկեր, հնարավոր է նաև ձեր մայրական ազգի վրա կա անեզք, որի պատճառով հնարավոր է երեխա ունենալու հնարավորությունը խնդիրներով լինի։ Նաև հնարավոր է երեխաները ծնվեն առողջական խնդիրներով։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Աննա, կատարեք մաքրման գործողություն եւ դուք եւ երեխա կունենաք, բացի դրանից առողջ երեխա կունենաք։ Այս նեգատիվը փակելու է եւ ձեր անձնականը, փակելու է եւ ձեր գործնականը, փակելու է նաեւ ձեր մայրանալու հնարավորությունը։ Լուսինե 26 տարեկան։ Տեսնենք մեր Լուսինեի թղթերը կլինեն, թե ոչ։ Լուսինե 26 տարեկան։ Ինչ որ ցույց է տալիս, որ խնդիրներ կան այդ թղթերի հետ կապված։ Հնարավոր է ֆինանսների պակաս կա կամ ֆինանսները նորից ավելացնեն, ինչ որ երազանք նպատակ ունեք, որ ձեր այդ թղթերը կայանա, մեծ ցանկություն ունեք։ Այո, ճիշտ է, ցույց է տալիս, որոշակի ցկցկվում է, սիրելի Լուսինե, հնարավոր է նորից ինչ-որ գումարային ներդրում լինի, բայց վերջնական արդյունքում ձեր թղթերը դուք կարողանաք ստանալ, ձեր թղթերը կլինեն։ Մայրամ, ձեր վրա կա նեգատիվ, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի մայրամի համար։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի մայրամի համար։ Սիրելի մայրամ, այո, ձեր վրա կա թուղթուկեր, դուք լավ էլ զգում եք, լավ էլ տեսնում եք։ Գիտեք ինչ, ոչ թե միայն ձեր վրա կա թուղթուկեր, ձեր վրա կա տոհմական անեզք, սիրելի մայրամ։ Փակված է եւ ձեր անձնականը, փակված է եւ ձեր ֆինանսականը, կա նաեւ առողջական խնդիրներ։ Գիտեք ինչ, սիրելի մայրամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր ներքին ձայնը, ձեր ինտուիցիան ձեզ անընդհատ հուշում է, որ ձեր վրա կա նեգատիվ, դուք անընդհատ դա ականջի հետևեք գցում եւ ընդհակառակը ժամանակ եք կորցնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի եւ անձնական հաջողություն, եւ առողջական խնդիրները չեն բարդանա, նաեւ աշխատանքի հարցում դուք հաջողություններ եւ հնարավորություններ կունենաք։ Հովո 32 տարեկան, թղթերը կլինի այս տարի, չէ, թե ոչ։ Հովո 32 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հովոյի համար։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր թղթերը անընդհատ չի ստացվում։
ինչ պատճառով դա ցկցկվում է։ Թղթերը պետական դռների հետ է կապված, ինչ-որ ֆինանսական դռների, միգրացիոն ծառայությունների հետ է կապված, սիրելի Հովհաննես, ոչ, ձեր թղթերը չի լինի, որովհետև ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, դուք ընդհանրապես ինչ-ինչ ձեր եք գցում, դա չի ստացվում, անընդհատ դա քանդվում է, անընդհատ դուք խնդիրների եւ խնդիրների մեջ եք։ Սիրելի Հովհաննես, որպեսզի ձեր երազանքները, նպատակները կատարվեն, ձեր կյանքի բոլոր ոլորտներում, ոչ միայն թղթերի հետ կապված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր եւ թուղթը կլինի եւ ճանապարհ եւ հնարավորություն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սվետլանա, տուն կգնեք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սվետլանայի համար։ Սվետլանա Մուշեղ, տուն կգտնեք, թե ոչ։ Տուն կգնեք, թե ոչ։ Դարապես ցույց է տալիս, որ այո, դուք տուն կգնեք։ Ճիշտ է, որ շագի ժամանակ է ցույց տալիս, բայց ժամանակը աշխատում է իօգուտ ձեզ։ Այսինքն կգնեք այն, որ նոր իրոք ձեզ հարմար է, ձեզ դուր է գալիս։ Հնարավոր է պետական դռներից ինչ-որ օգնություններ լինի, հնարավոր է ինչ-որ վարկեր վերցվի, որ ավելի լավ տուն լինի, ավելի հարմար լինի, բայց դուք կկարողանաք տուն գնել։ Արմինե 46 տարեկան առողջական։ Արմինե 46 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Կան առողջական խնդիրներ, սիրելի Արմինե։ Հնարավոր է այդ խնդիրները եւ այժմ հետ կապված լինի, եւ նորագոյացության հետ կապված լինի, նաեւ կանանց օրգանների հետ կապված լինի։ Տեսնենք ինչն է ձեր այդ խնդիրը։ Այո, կա խնդիրներ, ոչ միայն ձեր առողջական ոլորտում, նաեւ ձեր անձնական ոլորտում։ Հնարավոր է եւ այդ առողջական խնդիրները, խնդիրներ է բերում ձեր նաեւ անձնական ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելիս, այստեղ ցույց է տալիս, որ խնդիրներ եւ խնդիրներ կան ճիշտ է առողջական ոլորտում։ Ճիշտ է, որ շագի ցկցկվում է, բայց դուք կկարողանաք այդ առողջական խնդիրը հաղթահարել, դուրս գալ։ Գիտեք ինչ, այստեղ ցույց է տալիս, որ հնարավոր է նաեւ բժշկի, բուժհիմնարկի փոփոխություն լինի, այսինքն լավ մասնագետ լինի, որը կկարողանա ձեզ ավելի համապատասխան բուժում տալ եւ ինստինկտիվ լինի առողջացում։ Ձեր առողջական խնդիրը կապ չունի թուղթուգրի եւ անեծքի հետ։ Վահագ 38 տարեկան, կա նեգատիվ թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վահագի համար։ Կա նեգատիվ թե ոչ։ Սիրելի Վահագ,
կա նեգատիվ, դուք էլ լավ գիտեք, այս նեգատիվը գիտեք ինչ հնարավոր է եւ անհատական ձեր վրա լինի, անհատական ձեր վրա կատարված, նաեւ հնարավոր է եւ ձեր հայրական եւ ձեր մայրական ազգի վրա կատարված խնդիր, գիտեք ինչ սիրելի վահակ, ձեր մոտ ամեն ինչ քանդվում է, եւ անձնականը, եւ գործնականը, եւ առողջականը, ոնց որ դուք ավերակի առաջ կանգնած լինեք, սիրելի վահակ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, անդադ տիեզերքը ձեզ հուշում է, որ ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, բայց այս նեգատիվը անընդհատ ձեզ թողնում է քնած վիճակի մեջ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որովհետև Աստված ցույց է տալիս, որ ձեր մոտ քանի գնա այնքան քաոսը եւ ավերակը ավելի է շատանալու։ Բարև ձեզ։ Լիլիթ Վահրամ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի եւ Վահրամի համար։ Լիլիթ Վահրամ, սիրելի Լիլիթ, սիրելի Վահրամ, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով կա խնդիրներ, եւ ձեր անձնական ոլորտում, եւ ձեր գործնական ոլորտում, եւ ձեր առողջական ոլորտում։ Գիտեք ինչ, այս թուղթուգիրը քանդելու է ձեր հարաբերությունը։ Այս թուղթուգիրը ձեր կյանքի մեջ ամեն ինչ քանդելու է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն։ Այս թուղթուգիրը ձեր տունը քանդելու է։ Մայրամ 35 տարեկան։ Մայրամ 35 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, փակված է ձեր մոտ ամեն ինչ, ոչ մի բան չկա, ոչ անձնական, ոչ գործնական, ոչ ֆինանսական, ոնց որ Մայրամի Սիրելի Մայրամ, ձեր ոչ մի երազանքը ձեր կյանքի մեջ չի կատարվում, գնում եք դեպի լույսի, հանդիպում եք պատի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս թղթուգիրից, սիրելի Մայրամ, դուրս եկեք այս նեգատիվից, այս անեծքից, եւ ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն։ Անի Հարութ, կհաշտվեք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Անի Հարութ, կհաշտվեք թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ կլինի հաշտություն։ Սիրելի Անի, սիրելի Հարութ, այո, ձեր մեջ հաշտություն կլինի։ Կարինե 41 տարեկան, կգնաք Բերլին թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 41 տարեկան, կգնաք Բերլին թե ոչ։ Սիրելի Կարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք,
որի պատճառով բեռլին էլ որ գնաք հաջողություն չի լինի։ Ձեր բոլոր ճանապարհները փակված են, ամբողջովին խնդիր է։ Դուք ընդհանրապես ամբողջովին խնդիրների եւ խնդիրների մեջ եք, եւ առողջական, եւ ֆինանսական, եւ փաստաթղթային։ Սիրելի Կարինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի նույնիսկ Բեռլին գնալը ձեզ համար հաջող լինի։ Աստված ցույց է տալիս, որ ձեր ճանապարհները ամբողջովին փակված են։ Մարգարիտա Խաչիկ, կմիավորվեք թե ոչ։ Մարգարիտա Խաչիկ, կմիավորվեք թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ։ Սիրելի Մարգարիտա, սիրելի Խաչիկ, Աստված նույնպես ցույց տվեց, որ ձեր վրա կա դուխտուլիր, ձեր վրա կա անեծք։ Ձեր բաժանության հիմնական պատճառը նեգատիվի առկայությունն է։ Մեկդ մեկիդ ամբողջովին թշնամի դարձակ, ոչ միայն մեկդ մեկիդ, այլև ձեր շրջապատի մարդիկ։ Սիրելի Մարգարիտա, որպեսզի ձեր հարաբերությունների մեջ մտնի հաշտություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք եւ դուք եւ այդ տղամարդը, նոր հնարավոր կլինի հաշտություն, քանի կա այս նեգատիվը չի լինի հաշտություն։ Մելինե Սիմոն, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մելինեի եւ Սիմոնի համար։ Մելինե Սիմոն։ Կա խնդիրներ ձեր կյանքի մեջ, սիրելի Մելինե, սիրելի Սիմոն։ Փող չկա, այդ արտահայտությունը ձեզ համար է։ Փող չկա, ֆինանսական խնդիրներ, պարկեր, ֆինանսական պրոբլեմներ պետական դռների հետ։ Տեսնենք ինչն է պատճառը։ Այո, աշխատանքի հետ կապված խնդիրներ, որը նաև բերում է անձնական խնդիրներ։ Գիտեք ինչ, սիրելի Մելինե, սիրելի Սիմոն, ճիշտ է, կա պրոբլեմներ, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց դա ժամանակավոր է։ Մի քիչ համբերատար եղեք եւ ձեր կյանքի մեջ ամեն ինչ նորից կդառնա առաջվանը, նորից կդառնա այն առաջվա Մելինեն, մեկին այն առաջվա Սիմոնը։ Այս դժվարությունը ֆինանսական, այս խնդիրները ժամանակավոր են։ Համբերատար եղեք, մարդ եղեք եւ հաջողություն կլինի։ Նարինե 33 տարեկան։ Նարինե 33 տարեկան։ Սիրելի Նարինե, շատ մեծ երազանքներ ունեք։ Ձեր այդ երազանքները անընդհատ չեն կատարվում։
դուք վազում եք, դուք փորձում եք այդ խնդիրները լուծել, կան խնդիրներ, կան պրոբլեմներ, ձեր երազանքները անընդհատ չեն կատարվում, անընդհատ կանգնում եք ֆիասկոյի առաջ, դուք գնում եք, ձեզ թվում է թե գնացել եք առաջ, ընդհակառակը չի ստացվում ձեր երազանքները, սիրելիս, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, ձեր երազանքները չեն կատարվում, չկա անձնական, չկա գործնական, ոչ մի լավ բան չկա ձեր կյանքի մեջ։ Գիտեք ինչ, ոնց որ ահաբեկված ծովի մեջ եք, դուք էլ թափել եք ու հանձնվել եք այս ալիքներին։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն, ձեր երազանքները, նպատակները կկատարվեն։ Լիանա, 47 տարեկան, առողջական։ Լիանա, 47 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Սիրելի Լիանա, ձեր առողջական խնդիրը սովորական առողջական խնդիր չէ։ Ձեր առողջական խնդիրը դա թուղթուգրի անեզքի պատճառ է։ Այս նեգատիվ էներգետիկան, այս բացասական էներգետիկան ամբողջովին պտտվում է ձեր ֆիզիկական մարմնի մեջ և բերում է ֆիզիկական խնդիրներ, բերում է ցավեր։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, բուժման պրոցեդուրաների հետ նաև կատարեք ձեր բիոէներգետիկ դաշտի, ձեր աուրայի մաքրում և դուք կկարողանաք այդ խնդիրը, այդ առողջական պրոբլեմը հաղթահարել։ Եթե միայն բուժական պրոցեդուրաներ լինի առանց մաքրման, այդ բուժական պրոցեդուրաները ձեզ ոչ մի հաջողություն չի բերի։ Ձեր հիվանդության հիմնական պատճառը թուղթուգիրը և անեզքն է։ Սվետա, 35 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Սվետա, 35 տարեկան։ Սվետա, 35 տարեկան։ Սիրելի Սվետա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն է ցույց տալիս։ Եթե նույնիսկ խնդիր կա, եթե նույնիսկ պրոբլեմ կա, այդ խնդիրն ու պրոբլեմը լուծվում են։ Ձեր անձնական կյանքի մեջ ցույց է տալիս հաջողություն։ Հաջողություն ձեր կյանքի բոլոր ոլորտներում է։ Եթե նույնիսկ կա խնդիր, նույնիսկ կա պրոբլեմ, այդ խնդիրը և պրոբլեմը լուծվում են։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի։ Անահիտ, 25 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ, 25 տարեկան, առողջական։ Սիրելի Անահիտ, կա առողջական խնդիր, կա վտանգավոր առողջական խնդիր։ Ձեր առողջական խնդիրը թուղթուգրի անեզքի պատճառ է։ Սիրելի Անահիտ, դուք լավ գիտեք, ձեր երազները, ձեր ներքին ձայնը անընդհատ ձեզ հուշում է, որ ձեր առողջական խնդիրը դա սովորական ֆիզիոլոգիական խնդիր չէ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անահիտ, և կլինի առողջացում։ Եթե այս նեգատիվը ձեր վրայից չմաքրեք, բուժ հիմնարկությունները, բժիշկները չեն կարողանա ոչ մի բան անել։ Ձեր խնդիրները քանի գնա, այնքան կբարտանա։
բարև ձեզ, բարև ձեզ։ Արմինե 47 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար, Արմինե 47 տարեկան, սիրելի Արմինե, կա ֆինանսական խնդիրներ, կա պարկեր, կա վարկեր, կա աշխատանքի հետ կապված խնդիրներ, ոնց որ դուք ձեր տեղը չեք գտնում, գիտեք ինչ սիրելի Արմինե, ձեր մոտ ամեն ինչ ոչ թե գնում է դրական ուղղությամբ, այլ ընդհակառակը, քանի գնում ձեր մոտ ամեն ինչ խնդիրներ եւ պրոբլեմների է վերածվում։ Դարած եք ամբողջովին սիրելի Արմինե, թակուին գլխի վրա դարած ծաղրածուի կարգավիճակ եւ ֆինանսական խնդիր ցույց տվեց եւ անձնական խնդիր ցույց տվեց։ Սիրելի Արմինե, ձեր խնդիրները, ձեր պրոբլեմները, ձեր եւ հայրական, ձեր մայրական ազգի, ձեր նախնիների տոհմը, ձեր տոհմածառը անիծված է, դրա պատճառով է ձեր մոտ ոչ անձնական կա, ոչ գործնական կա, հետ գիտեք ամեն ինչ թերի է, ամեն ինչ կիսատ է, սիրելի Արմինե, ոչ մի հաջող լուսավոր օղակ չկա, որի վրա դուք հիմնվեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի ձեր կյանքի մեջ հաջողություն եւ անձնական եւ գործնական ոլորտում։ Ելեն 31 տարեկան ֆինանսական, Ելեն 31 տարեկան ֆինանսական, կա ֆինանսական խնդիրներ, կա պարկեր, կա վարկեր, կա աշխատանքի հետ կապված, աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ։ Սիրելի Ելեն, ձեր խնդիրի հիմնական պատճառը ձեր վրա կատարված նեգատիվն է, նաև հնարավոր է ձեր հայրական ազգի վրա կա անեծք, որի պատճառով ձեր մեկը երկուս չի դառնում, որի պատճառով անձնականի մեջ կան խնդիրներ, կան պրոբլեմներ, 100% ձեր մեկը երկուս չի դառնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ձեր վրա դրեք պաշտպանություն, ձեր ֆինանսական հոսքերը բացեք եւ ձեր կյանքի մեջ կլինի հաջողություն։ Կա նեգատիվ սիրելի Ելեն, որը չի թողնում, որ դուք այդ ֆինանսական այդ պրոբլեմներից դուրս գաք։ Ընդհակառակը, քանի գնում այնքան խրվում եք։ Նազելի 23 տարեկան, երբ կհղիանաք, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նազելի համար, երբ կհղիանաք, սիրելի Նազելի, կա պրոբլեմներ ձեր եւ հղիության հետ կապված, եւ առողջականի հետ կապված, եւ ֆինանսականի հետ կապված, եւ անձնականի հետ կապված։ Գիտեք ինչ սիրելի Նազելի, դուք այս թուղթուկրից, այս կախարդանքից, այս մագիայից ազատվեք եւ հղիություն կլինի։ Գիտեք ինչ, քանի կա այս նեգատիվը,
Հնարավոր է նաև ձեր ընտանիքը քանդվի, հնարավոր է, որ երեխան ծնվի առողջական խնդիրներով, հնարավոր է դուք ունենաք առողջական խնդիրներ, սիրելիս դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագյան, այս կախարդանքը, այս մոգությունը ձեր վրայից մաքրեք և կլինի երեխա, կլինի առողջ բարիք։ Սիրելի նազելի անպայման մաքրվեք, բարև ձեզ։ Լիլիթ, Դավիթ, կմիանաք թե ոչ։ Լիլիթ, Դավիթ, կմիանաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Լիլիթ, Դավիթ, կա ձեր մոտ խնդիրներ ֆինանսական ոլորտում, ոնց որ դուք ձեր տեղը կտած չլինեք, սիրելի Լիլիթ, սիրելի Դավիթ։ Գիտեք ինչ, խնդիրներ կան, բայց այդ խնդիրները լուծելի են։ Ես տեսնում եմ, որ դուք կմիանաք։ Դա երկար չի տևելու, դուք կմիանաք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Վահե, 42 տարեկան, գործնական։ Վահե, 42 տարեկան, գործնական։ Սիրելի Վահե, կա ֆինանսական խնդիրներ, կա գործնական խնդիրներ, այո, կա մեծ պարկեր, կա պրոբլեմներ, տեսնենք ինչն է դրա պատճառը։ Ցույց է տալիս, որ Վահեի մոտ նպատակներն ու երազանքները չեն կատարվում, ինչին ցույց է տալիս, դա քանդվում է։ Սիրելի Վահե, Վահեի վրա անձնական, անհատական կա կատարված թուղթուղիր, որի պատճառով ինքը ամբողջովին գլխի վրա տարած է, ինքը ճիշտն ու սխալը չի հասկանում, անընդհատ սխալ գործողություններ է կատարում, սխալ որոշումներ է կատարում, որի պատճառով ընկած է նեգատիվ իրավիճակի մեջ։ Սիրելի Վահե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուղիրը ձեր վրայից հանեք և ֆինանսական հաջողություն կլինի, և անձնական երջանկություն կլինի։ Մանե, 37 տարեկան, անձնական, գործնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մանեի համար։ Մանե, 37 տարեկան, անձնական, գործնական։ Մանե, 37 տարեկան։ Սիրելի Մանե, ցույց է տալիս, որ կա խնդիրներ։
եւ անձնական եւ գործնական ոլորտում, ոնց որ այնպիսի իրավիճակ է, որ դուք ձեզ լավ չեք զգում, դուք ոնց որ ձեզ կորցրած լինեք, ձեր ներքին ձայնը ձեզ հուշում է, որ այս իրավիճակը ձեր ամբողջ կյանքին համապատասխան չէ, ոնց որ դուք ձեզ կորցրած լինեք, սիրելի մանե, տեսնենք, բայց իմացեք, սիրելի մանե, դա ժամանակավոր է, խնդիրները որ կան ձեր եւ անձնական եւ գործնական կյանքի մեջ դա ժամանակավոր է ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ հնարավորությունների ճանապարհ որոշակի ուղղակի ժամանակ է ցույց տալիս բայց այդ խնդիրներից դուք դուրս եք գալիս եւ ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն եւ անձնական եւ գործնական ոլորտում Սերժ մերի, ինչ է սպասվում, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սերժի և մերի համար, Սերժ մերի, կա ֆինանսական դժվարություններ սիրելի Սերժ, սիրելի մերի, կա աշխատանքային խնդիրներ, ֆինանսական դժվարություններ, ոնց որ ձեր երազանքները, նպատակները ամբողջովին գլխի վրա դարած լինեն։ Գիտեք ինչ, սիրելի Սեր, սիրելի Մերի, ձեր մոտ ցույց է տալիս, որ ձեր վրա կա ոչ թե թուղթուգիր, այլ նավս կա, աչք կա, ժողովրդական լեզվով ասած, որի պատճառով ձեր կյանքի մեջ անընդհատ խնդիրներ է, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ձեր վրա դրեք պաշտպանություն, որպեսզի ձեր էներգետիկան չկորի, իսկ առանց էներգետիկա մարդը չի կարողանա առաջ գնալ, չի կարողանա իր երազանքներին, նպատակներին հասնի։ Փակված է ձեր մոտ ձեր առաջխաղացման ճանապարհը։ Մայրյամ 25 տարեկան անձնական Մայրյամ 25 տարեկան անձնական Սիրելի Մայրյամ, կա խնդիրներ ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական եւ ֆինանսական ոլորտում բայց այդ խնդիրները լուծվում են ձեր կյանքի անձնական ոլորտում մտնում է հաջողություն մտնում է երազանքների նպատակների կատարում ինչ երազանք եւ նպատակ որ ունեք սիրելի Մայրամ այդ երազանքը նպատակը կատարվում է այստեղ ցույց է տալիս որ դուք նեղությունը պրոբլեմը խնդիրը թողնում եք անցյալում եւ ապագայում ձեզ սպասվում է հաջողություն Տաթև Դավիթ, հանդիպում կլինի թե ոչ, Տաթև Դավիթ, հանդիպում կլինի թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, սիրելի Տաթև, սիրելի Դավիթ, քանի կա այս թուղթուգիրն ու անեզկը հանդիպում չի լինի, որպեսզի հանդիպում լինի պետք է ձեր վրայից մաքրեք այս կախարդանքը, այս մագիան, նոր ձեր բաժանության պատճառնել է այս մագիան, այս կախարդանքը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի հանդիպում, նոր դուք հանդիպում ունենալու հնարավորություն կունենաք Անգին 74 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, մեր սիրելի անգինի համար, անգին 74 տարեկան, ֆինանսական,
Սիրելի անգին, եթե նույնիսկ կան ֆինանսական խնդիրներ, ֆինանսական պրոբլեմներ, այդ ֆինանսական խնդիրները, պրոբլեմները լուծվում են։ Դուք կարողանալու եք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից ձեր ազատվել։ Սվետա 62 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Սվետա 62 տարեկան, ֆինանսական։ Սիրելի Սվետա, ճիշտ է, կա ֆինանսական խնդիրներ, բայց դուք հնարավորություն կունենաք այդ ֆինանսական խնդիրները հաղթահարել, դուրս գալ։ Անմիջապես մեկից խոշոր ձևով չեք կարողանա հաղթահարել, բայց կամաց դուք այդ պրոբլեմները կհաղթահարեք, դուրս կգաք։ Իրինա 43 տարեկան, ինչ է սպասվում։ Իրինա 43 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Իրինա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն է սպասվում։ Եվ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական, եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, այդ խնդիրներն ու պրոբլեմները լուծվում են։ Հաջողություն է սպասվում, սիրելի Իրինա։ Էլիզա Սևակ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էլիզայի եւ Սևակի համար։ Սիրելի Էլիզա, սիրելի Սևակ, հաջողություն է սպասվում, հաջողություն, հաղթանակներ, երազանքների, նպատակների կատարում, ձեր մոտ հաջողություն է ցույց տալիս, եթե նույնիսկ կան խնդիրներ, պրոբլեմներ, դուք այդ խնդիրներն ու պրոբլեմները հաղթահարում եք, դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս։ Սրբուի 39 տարեկան, կկանչեն ձեզ հետ ձեր հին առաջվա աշխատանքին։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սրբուի 39 տարեկան։ Սիրելի Սրբուի, ոնց որ կանգնած եք փակուղու առաջ, վախենում եք առաջ գնաք։ Տեսնենք ինչն է դրա պատճառը։ Սիրելի Սրբուի, փակված է ձեր հաջողության ճանապարհը եւ հնարավոր է, որ այդ աշխատանքին ձեզ չկանչեն։ Նույնիսկ հնարավոր է դուք ուրիշ տեղ էլ աշխատանք ունենալու հետ կապված խնդիրներ եւ պրոբլեմներ ունենաք։ Սիրելի Սրբուի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ոչ միայն այդ աշխատանքի վայրը կկանչեն, այլև դուք հնարավորություն կունենաք ձեր սեփական գործունեությամբ զբաղվել։ Գեղեցիկ 55 տարեկան, անձնական։ Գեղեցիկ 55 տարեկան, անձնական։ Սիրելի գեղեցիկ, ձեր մոտ ցույց է տալիս հաջողություն, հաղթանակներ, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական։ Հասմիկ 43 տարեկան, անձնական, չէ, Հասմիկ 43 տարեկան, գործնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։
Կա խնդիրներ սիրելի հասմիկ ձեր գործնական ոլորտում, հնարավոր է ֆինանսական խնդիրներ, նաև անձնական խնդիրներ։ Սիրելի հասմիկ խնդիրներ կա ոչ միայն ձեր գործնական ոլորտում, նաև անձնական ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելի հասմիկ, խնդիրներ կան, բայց այդ խնդիրները լուծվում են։ Ձեր եւ անձնական եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է երազանքների, նպատակների կատարում։ Սամվել 34 տարեկան գործնական։ Սամվել 34 տարեկան գործնական։ Սիրելի Սամվել, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, փակված է եւ ձեր գործնականը, փակված է եւ ձեր անձնականը, փակված է ձեր կյանքի բոլոր ոլորտները, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ նոր կլինի հաջողություն։ Փակված է ձեր մոտ ամեն ինչ, սիրելի Սամվել։ Շնորհակալ եմ նվերների համար։ Վարդան Զինա, կունենաք բալիկ թե ոչ։ Վարդան Զինա, կունենաք բալիկ թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա դժվարություններ ձեր մոտ բալիկ ունենալու հետ կապված։ Հատկապես կնոջ հետ է կապված Զինայի։ Գիտեք ինչ ցույց է տալիս, որ խնդիրներ, պրոբլեմներ կա, բայց այդ խնդիրները, պրոբլեմները դա թուղթուգրի անեզքի հետ չի կապված։ Հնարավոր է առողջական խնդիրներ, հատկապես Զինայի հետ կապված, անպայման դիմեք բժշկական հիմնարկություններին, անպայման դիմեք բժշկական հիմնարկություններին, իրենց միջամտության շնորհիվ հնարավորություն կլինի երեխա ունենալ։ Անուշ Աշոտ, երկրորդ երեխան կունենաք թե ոչ։ Անուշ Աշոտ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի եւ Աշոտի համար։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ դուք երկրորդ երեխան կունենաք երկրորդ երեխան եւ շատ շուտ ժամանակահատվածում։ Ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։ Ասիա 61 տարեկան անձնական։ Ասիա 61 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ասիայի համար։ Կա խնդիրներ սիրելի Ասիա, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտների մեջ ցույց է տալիս պրոբլեմ, ոնց որ չգնահատված անձնավորություն լինեք։ Սիրելի Ասիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով եւ անձնականն է կիսատ, եւ ֆինանսականը, գործնականն է կիսատ, նաեւ կա առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք եւ դուք կարողանաք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից ձերբազատվել, ազատվել։ Մերի, անձնական 44 տարեկան։ Մերի, անձնական 44 տարեկան։ Սիրելի Մերի, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Ինչ
նպատակ, որ ունեք, սիրելի մերի, ձեր այդ երազանքը եւ նպատակը կատարվում է։ Եթե նույնիսկ կա խնդիր, կա պրոբլեմ, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից ձերբազատվում եք, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում։ Դավիթ, 25 տարեկան անձնական։ Դավիթ, 25 տարեկան անձնական։ Ոնց որ կորցրած լինեք ձեզի, սիրելի Դավիթ, ձեր անձնական կյանքի մեջ անընդհատ պրոբլեմներ եք լինում եւ դուք չեք հասկանում ձեր պրոբլեմների պատճառը ինչն է։ Սիրելի Դավիթ, ձեր վրա կա հնարավոր է կնոջ կողմից կատարված թուղթուղիր, հնարավոր է նաև մայրական ազգի վրա կա նեգատիվ, որը փակում է ձեր անձնական հաջողությունը, անձնական երջանկությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի անձնական։ Քանի այս նեգատիվը կա, սիրելի Դավիթ, այնքան դուք ավելի խնդիրների եւ պրոբլեմների մեջ եք գտնելու եւ անձնական եւ գործնական տարբեր ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Նարինե Արմեն, կլինի զանգ թե ոչ։ Նարինե Արմեն, այո, զանգ կլինի, այո, Նարինե, դուք Արմենից զանգ կստանաք, լուր կստանաք։ Դավիթ, 26 տարեկան։ Արմեն, 37 տարեկան, ձեր պարտքը կվերադարձնեն, թե ոչ։ Արմեն, 37 տարեկան, ձեր պարտքը կվերադարձնեն, թե ոչ։ Ցույց է տալիս, որ կա խնդիրներ ձեր մոտ, սիրելի Արմեն։ Կա ֆինանսական պրոբլեմներ, կա գործնական պրոբլեմներ, կա անձնական պրոբլեմներ, տեսնենք դա ինչն է պատճառը։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր պարտքը կվերադարձնեն։ Ձեր պարտքը կվերադարձնեն։ Ժամանակավոր է, այդ անձնավորությունը ցույց է տալիս դժվարության մեջ է, բայց ինքը ձեր պարտքը կվերադարձնի։ Արաքսիա, 41 տարեկան։ Սիրելի Արաքսիա, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեծք, ամբողջովին կապված է, ոչ մի հաջողություն չկա, դուք նույնիսկ ձեր տեղում չեք կանգնած, անընդհատ հետ։ Սիրելի Արաքսիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս կապվածությունը, այս կախարդակը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի հաջողություն, ձեր դեմ ամեն ինչ փակված է, սիրելի Արաքսիա։
Халиф Азиз. Вы помиритесь или нет? Сейчас посмотрим. Халиф Азиз. Вы помиритесь или нет? А ваше это показывает, что у вас есть проблемы. У вас есть проблемы у обоих. Вообще-то показывает, что есть негатив и на вас, и на халифа, и на Азиза. Поэтому у вас и не помиритесь. Еще показывает, что у вас есть проблемы и в финансовой жизни, и в личной жизни. Поэтому и ругались, поэтому и не помиритесь. Пока есть этот негатив, вы не помиритесь. Надо от этого негатива, дорогой мой халиф, Азиз, из этого негатива надо почиститься. Вы поругались и по поводу с этого негатива. Пока есть этот негатив, вы не помиритесь. Негатив есть и на Азиза, и на халифа. У вас и не только у вас в отношениях будет все плохо, но и в личной жизни, и в финансовой жизни будут трудности. Միրան 20 տարեկան ֆինանսական Սիրելի Միրան, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Եթե նույնիսկ կան խնդիրներ, այդ խնդիրները լուծվում են։ Ձեր կյանքի եւ ֆինանսական եւ անձնական ոլորտում լինել ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երազանքների նպատակների կատարում։ Էմմա 25 տարեկան աշխատանք կունենաք, թե ոչ։ Սիրելի Էմմա, դուք աշխատանք կունենաք եւ առաջ գնալու հնարավորություն էլ անպայման կունենաք։ Սվեթա 39 տարեկան կամուսնանաք այս տարի, թե ոչ։ Սվեթա 39 տարեկան կամուսնանաք այս տարի, թե ոչ։ Սիրելի Սվետա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով չի լինի ամուսնություն, ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ տարի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մագման գործողություն կատարեք եւ նոր կլինի ամուսնություն, կլինի հաջողություն։ Ոչ չեք ամուսնանա, սիրելի Սվետա։
Տաթև դուք այս տարի ավտոմեքենա կունենաք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Տաթևի համար։ Տաթև։ Այո, սիրելի Տաթև, դուք ավտոմեքենա կունենաք։ Անպայման կունենաք։ Նելի 54 տարեկան նեգատիվ կա, թե ոչ։ Նելի 54 տարեկան նեգատիվ կա, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Այո, սիրելի Նելի, դուք լավ էլ զգում եք, լավ էլ նկատում եք, որ ձեր վրա նեգատիվ կա, ոչ միայն ձեր վրա, հնարավոր է ձեր ընտանիքի, հնարավոր է ձեր տոհմի վրա, կա նեգատիվ, ամբողջովին փակված է ձեր մոտ ամեն ինչ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն և դուրս եկեք այս նեգատիվից։ Դուրս եկեք, որովհետև քանի գնա, այնքան խնդիրներն ու պրոբլեմները կշատանան։ Աննա 22 տարեկան անձնական։ Աննա 22 տարեկան անձնական։ Սիրելի Աննա, կա ֆինանսական խնդիրներ, կա անձնական խնդիրներ։ Տեսնենք ինչն է պատճառը։ Սիրելի Աննա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում ցույց է տալիս հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրները, պրոբլեմները հաղթանակով դուրս եք գալիս։ Ձեր անձնական ոլորտում ինչ երազանք եւ նպատակ ունեք, դրանք կատարվում են։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Մերի 22 տարեկան անձնական։ Մերի 22 տարեկան անձնական։ Սիրելի Մերի, ձեր անձնականի վրա կա թուղթուկիր, կա անեծք, ձեր եւ հայրական եւ մայրական ազգը թուղթուկրի անեծքի տակ է, փակված է ամբողջովին ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, դեռ երիտասարդ եք, անտեղի ժամանակ չկորցնեք։ Այս նեգատիվը չի թողնի, որ դուք երազանքի եւ նպատակներին հասնեք։ Մաքրվեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում, սիրելի Մերի, կմտնի հաջողություն։
Տաթև 27 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տաթևի համար, Տաթև 27 տարեկան ընդհանուր, սիրելի Տաթև ընդհանուր ցույց է տալիս հաջողություն, երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք, ինչ նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են։ Երեք ձեր միասնական քննությունը կհանձնեք, թե ոչ։ Այո, սիրելի Էրիկ, դուք ձեր միասնական քննությունը կհանձնեք։ Վերոնիկա, 35 տարեկան անձնական, Վերոնիկա, 35 տարեկան անձնական, սիրելի Վերոնիկա, ձեր անձնականը ամբողջովին փակված է, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը ամբողջովին փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական, չկա անձնական, սիրելի Վերոնիկա։ Արմեն 37 տարեկան, կստանաք վարորդական իրավունք, թե ոչ։ Արմեն 37 տարեկան, կստանաք վարորդական իրավունք։ Այո, սիրելի Արմեն, դուք վարորդական իրավունք կստանաք։ Անեթա, 29 տարեկան, կմիանաք ձեր ամուսնուն, թե ոչ։ Անեթա, 29 տարեկան, ձեր ամուսնուն կմիանաք, թե ոչ։ Ընդհանրապես, սիրելի Անետա, ձեր բաժանության հիմնական պատճառը ձեր վրայիվ կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, դրա պատճառով եղել է բաժանություն, քանի սիրելի Անետա կա այս մագյան, միացում չեմ տեսնում, դուք պետք է այս մագյան ձեր վրայից մաքրեք, նոր հնարավոր է ձեր հարաբերությունների մեջ լինի ակտիվացում, քանի կա այս կախարդանքը, քանի կա այս գիրը, միացում չեմ տեսնում։ Դուք դիմեք էքստրասենսի, ես ընդհանրապես նույնպես կարող եմ մաքրել, դուք ում հավատում եք, իրեն դիմեք, կարող եք նաև ինձ դիմել, դա ձեր կամքն է, բայց անպայման դիմեք մաքրման գործողություն կատարեք։ Դուք գրեք, ես անպայման ձեզ կբացատրեմ, իմ բոլոր ալիքներում իմ կոնտակտային տվյալները գրված է, դուք կարող եք և Viber-ից, և WhatsApp-ից, և հեռախոսից SMS գրեք, նաև կարող եք յուրաքանչյուր ալիքի վրա նամակագրական ձևով գրեք, և ես ձեզ կտամ տեղեկությունը և գնայինը, և ամեն ինչ։ Իմ հեռախոսահամարը
իմ յուրաքանչյուր տեսահոլովակի հետևում գրված է, գրանցվեք իմ տիկտոկյան ալիքին, գրած է վերևը իմ հեռախոսի համարը, դուք կարող եք նաև անձնական նամակ գրեք։ Խնդրեմ։ Անահիտ 62 տարեկան, ձեր տան վրա կա թուղթուկիր, կա նեգատիվ թե ոչ։ Անահիտ 62 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Սիրելի Անահիտ, դուք լավ գիտեք, որ ձեր տան վրա, ձեր տոմի վրա կա եւ թուղթուկիր եւ անեծք։ Դրա պատճառով կա եւ ֆինանսական խնդիր, կա եւ անձնական խնդիր, խնդիրներ կա նաեւ երեխաների կյանքի մեջ։ Սիրելի Անահիտ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձերբազատվեք այս անեծքից, ձերբազատվեք այս թուղթուկրից եւ ձեր ընտանիքի անդամների եւ ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն, վազում եք ամբողջովին ավարջոն, ոչ գնահատող կա, ոչ լսող կա, սիրելի Անահիտ, այո, դուք գիտեք, դուք զգում եք, տիեզերքը վերին ուժերը ձեզ անընդհատ հուշում են, որ ձեր վրա կա նեգատիվ։ Համեստ 52 տարեկան, ծառայողական թոշակ կստանաք թե ոչ։ Համեստ 52 տարեկան, ծառայողական թոշակ կստանաք թե ոչ։ Այո, սիրելի Համեստ, դուք ծառայողական թոշակ կստանաք։ Սիրելի Էմա, ես պետք է անպայման նայեմ, տեսնեմ դա ինչ բանալիներ է, եթե նույնիսկ բանալիները ձեզ չեք թապել եք, դնեք նետե, ես պետք է անպայման ձեզ նայեմ և տեսնեմ, թե այդ բանալիները ինչ են, նոր կկարողանամ ձեր հարցերին պատասխանել։ Ընդհանրապես շատ դեպքերում բանալիները մարդու և հաջողությունն են փակում, և անձնականն են փակում, և առողջականն են փակում, նայած ինչպիսի գործողություն է կատարված, ես պետք է անպայման նայեմ այդ բանալիները, ուղղակի պատահական բանալիներ են, թե ինչ-որ մեկի կատարված մագիան է, կախարդանքն է ձեր ընտանիքի վրա, պետք է անպայման նայեմ, կասեմ։ Դիմեք ինձ, սիրելի Էմա, անհատական ինձ դիմեք, եթե այդ բանալիները պահել եք, եթե չեք էլ պահել, ես ձեզ նայելով, ձեր ընտանիքին նայելով, կասեմ դա թուղթուկիր է թե ոչ։ Հասկացա, սիրելի Էմա, դուք անհատական ինձ դիմեք, ես ձեր հարցին կպատասխանեմ, թե դա ինչ բանալիներ է։ Կարինե 20 տարեկան անձնական։
Սիրելի Կարինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում, եթե նույնիսկ խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից ձեր ազատվում եք, ինչ երազանք, ինչ նպատակ որ ունեք, սիրելի Կարինե, ձեր այդ երազանքը և նպատակը կատարվում է։ Լենա 20 տարեկան անձնական Լենա 20 տարեկան անձնական Կա անձնական խնդիրներ, սիրելի Լենա, բայց ձեր անձնական խնդիրները լուծվում են, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն, սիրելի Լենա, ձեր անձնական կյանքի մեջ մտնում է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Անահիտ 21 տարեկան ընդհանուր Անահիտ 21 տարեկան ընդհանուր Սիրելի Անահիտ, կա խնդիրներ ձեր և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, դժվարություններ կա։ Սիրելի Անահիտ, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակ, հաղթանակի ժամանակ, եթե նույնիսկ խնդիրներ և պրոբլեմներ կան, այդ խնդիրներն ու պրոբլեմները լուծվում են։ Այդ դժվարությունները, սիրելի Անահիտ, ժամանակավոր են։ Ձեր կյանքի բոլոր ոլորտներում և անձնական, և գործնական մտնում է հաջողություն։ Անահիտ 40 տարեկան անձնական Անահիտ 40 տարեկան անձնական Սիրելի Անահիտ, ձեր անձնական ոլորտում մտնում է հաջողություն։ Ինչ երազանք որ ունեք, ձեր այդ երազանքը կատարվում է։ Եթե կա պրոբլեմներ ձեր անձնական ոլորտում, դուք այդ պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով։ Լիլիթ 31 տարեկան Այս տարի կամուսնանաք, թե ոչ։ Լիլիթ 31 տարեկան Այս տարի կամուսնանաք, թե ոչ։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ոչ այս տարի կամուսնանաք, ոչ էլ հաջորդ տարի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ամուսնություն։ Գոգոր 24 տարեկան աբակա Գոգոր 24 տարեկան աբակա Իհարկե Գոգոր
Կոկոր 24 տարեկան ապագա։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կոկորի համար։ Կոկոր 24 տարեկան ապագան։ Կա խնդիրներ, սիրելի Կոկոր, եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում կա խնդիրներ, կա դժվարություններ, սիրելի Կոկոր, ճիշտ է կա խնդիրներ, ճիշտ է կա դժվարություններ, բայց ցույց է տալիս, որ այդ խնդիրները, այդ դժվարությունները հաղթահարելի են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական։ Դժվարություններ կան, բայց այդ դժվարությունները հաղթահարելի են։ Մերի 39 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մերի համար։ Մերի 39 տարեկան անձնական։ Սիրելի Մերի, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Ինչ երազանք նպատակ ունեք, դրանք կատարվում են։ Եթե նույնիսկ կա դժվարություն, սիրելի Մերի, այդ դժվարությունը հաղթահարելի է։ Այդ դժվարությունը թողնում եք անցյալում, ձեզ սպասվում է հաջողություն, երջանկություն։ Ինչ երազանքներ որ դուք ունեք, սիրելի Մերի, ձեր այդ երազանքները կատարվում են։ Նորա 21 տարեկան անձնական։ Սիրելի Նորա, ոնց որ հիասթափություն լինի ձեր անձնական կյանքի մեջ, ինչ որ իրադարձություն է եղել, որ ձեր կյանքի մեջ վախեր է մտցրել, բայց սիրելի Նորա, դա չի նշանակում, որ ձեր անձնականը փակված է։ Ձեր անձնական կյանքի մեջ հաջողություն, հաղթանակներ, երազանքների, նպատակների կատարում է ցույց տալիս։ Ինչ երազանք ու նպատակ որ ունեք, սիրելի Նորա, ձեր այդ երազանքը եւ նպատակը կատարվում է։ Բարև ձեզ, բարև ձեզ։
Լիլիթ 20 տարեկան անձնական Լիլիթ 20 տարեկան անձնական Սիրելի Լիլիթ, ոնց որ ձեր անձնական կյանքի մեջ վատ ցավոտ իրավիճակ է եղել ձեր անձնական կյանքի մեջ։ Սիրելի Լիլիթ, ճիշտ է, ցավոտ իրավիճակ է եղել, բայց դա չի նշանակում, որ ձեր անձնականը փակված է։ Ձեր անձնական կյանքի մեջ մտնում է հաջողություն, երջանկություն, երազանքների, նպատակների կատարում։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Լիլիթ, ձեր այդ երազանքը եւ նպատակը կատարվում է։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ։ Վահե 26 տարեկան ընդհանուր Վահե 26 տարեկան ընդհանուր Սիրելի Վահե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ընդհանուր ամեն ինչ փակված է, եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից։ Դուք չեք գրում ձեր անունը, չեք գրում ձեր տարիքը, չեք գրում ձեր հարցը։ Գրեք ձեր անունը, գրեք ձեր տարիքը, գրեք ձեր հարցը, որ ես ձեզ պատասխանեմ։ Վարդուհի Արամ անձնական Վարդուհի Արամ անձնական Կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Վարդուհի, սիրելի Արամ, կա ֆինանսական խնդիրներ, ֆինանսական պրոբլեմներ, բայց դա ժամանակավոր է։ Ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակ։ Այդ ֆինանսական խնդիրները, այդ անձնական խնդիրները դրանք լուծվում են, այդ պրոբլեմները ժամանակավոր են, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակ, հաղթանակների ժամանակ, երազանքների, նպատակների կատարման ժամանակ։ Վարդուհի 20 տարեկան ընդհանուր Վարդուհի 20 տարեկան ընդհանուր Սիրելի Վարդուհի, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, ամբողջովին ընդհանուր փակված է, ամբողջովին ընդհանուր փակված է, ոչ հաջողություն կա, ոչ երջանկություն կա, սիրելի Վարդուհի, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, դրա պատճառով ձեր անձնականն է չի լինի, ձեր գործնականն է, ձեր ֆինանսականն է չի լինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից։ Սիրելի Վարդուհի,
Այսքանը սիրելիներս այսօր, ինչպես գիտեք, ես էքստրասենս վարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղեթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, TikTok-յան ալիքներում, Աննակլասնիկում, Կոնտակտում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող բոլոր ինֆորմացիաները կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ իր սրտե նվիրում եմ, գրանցվեք, որպեսզի կարողանաք այդ գործողություններից օգտվել։ Ինչպես գիտեք, ես ամեն շաբաթ կիրակի 2 ժամով մտնում եմ ուղիղեթեր, պատասխանում եմ ձեր հարցերին, սիրելիներս, նկատի ունեցեք, եթե դուք ունեք ծանոթներ, բարեկամներ, ում որ անհրաժեշտ է իմ օգնությունը, իմ կանխատեսման օգնությունը, այդ մարդկանց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի 2 ժամով ես մտնում եմ ուղիղեթեր եւ տալիս եմ կանխատեսումներ, որպեսզի այդ անձնավորություններն կարողանան իմ այս կանխատեսումներից օգտվել։